Ձեր թեկնածուն արդեն հայտնի է, թե ով է մարդու իրավունքների պաշտպանի հանձնաժողովի համար։ Դեռ քննարկման փուլում ենք, համապատասխան ժամանակահատվածում կներկայացնենք։ Ում շուրջ են քննարկումները։ Դու ձեր տարբերակը քննարկում եք, թե տարբերակը ոչ։ Իսկ ում տարբերակը։ Ֆրակցիայի ղեկավարը բնականաբար չի քննարկում, բայց մյուսների մասով այս պահին քննարկումներ գնում են։ Իրականում ես առաջարկեցի նաև, որ քննարկությունները լինեն 6-6, այսինքն յուրաքանչյուր 6 հանձնաժողովի թեկնածուների քննարկումից հետո լինի ընտրություն։ Հիմա պետք է պնդեմ դրա վրա, տեսնենք ինչպիսին է առհասարակ իշխանության մոտեցումը դիմության նկատմամբ։ Մենք պայմանավորվել ենք, որ 12-ը քննարկեն, հետո ինչն է խանգարում ձեզ, որ 6-6-եք առաջարկում, ինչն է պատճառը։ Նախ նաև հասկանանք, թե ընդհանրապես նախ այո, ֆրակցիայում կազմակերպչական հարցեր կան, բայց նաև առհասարակ պետք է հասկանալ իշխանությունը ինչ մոտեցում ունի։ Հիմա օրինակ տեսանք պարոն Ֆարմանյանի ընտրության ժամանակ, հա, падգամավորներից մեկը ԿՊ-ից եկավ ոչ լավ հայտարարություններով, բա դուք չհանձնեցիք ձեր քննությունը, հա, համարյա այսպես ազատ եք։ Հիմա դա ինչ է նշանակում։ Հասկանալի է, որ դիրքորոշումը ինչպիսին է։ Այսինքն դիրքորոշումը բոլոր ընդդիմադիրներին ավերաբերվում թե առանցին քննարկումներ պետք է լինեն։ Համենայն դեպս, եթե մեր մասով կարճ ամփոփելու լինեմ, դեռ քննարկումների փուլում ենք, բայց ճիշտ ժամանակահատվածում կներկայացնենք։ Տիկին Գրիգորյան, եւ այսպիսի հարցադրումներ կան, ասում են, ինչպես կարող է Ռոբերտ Քոչարյանի թիմը մարդու իրավունքներ պաշտպանել հոկտեմբերի 27-ը նրա իշխանության օրոք տեղ ունեցել մարտի 1 ընտրակեղծիքներ են եղել, քաղաքացիները ծեծվել են, ասում են չեն ընկալում մարդիկ, թե ինչպես կարող է նրա թիմը ազգային ժողովում մարդու իրավունքների հանձնաժողովը ղեկավարել։ Բոլորի յուրաքանչյուրի մասով ես կարող եմ բավականին երկար խոսել։ Եթե կան քրեական գործեր, թող այդ քրեական գործերի շրջանակներում իրավապահ համակարգը զբաղվեր եւ ոչ թե տասնյակ տարիներ դրա մասին միայն խոսվեր եւ իշխանության գալուց հետո էլ միայն խոսվեր եւ որևէ բուն գործընթացներ տեղի չունենային։ Այսօր մենք ունենք միայն մեր ֆրակցիայում մեկ падգամավոր, գոնե մենք պետքա դրա մասին խոսենք, չէ՞։ Արտուր Սարգսյանը այսօր քաղաքական պատանդարոյի կարգավիճակում է գտնվում եւ բազմաթիվ մարդիկ այսօր քաղաքական հալածյալներ են եւ մեր պարտքն է խոսել այդ բոլոր թեմաների մասին։ Իմիջիայլոց ձեզ ասեմ, որ քննարկում էր նիստը սկսած, բայց հիմա պետք է գնամ հանձնաժողովներ, ընդհանրապես հանձնաժողով վերցնել թե չվերցնել։ Մենք ունենք հետեւյալ դիրքորոշումը, եթե լինի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով վերցնել, միայն այդ դեպքում կվերցնենք։ Մնացած բոլոր դեպքերում չենք վերցնելու հանձնաժողով ղեկավարի պատասխանենք, էլի, բարձ է թե իշխանությունը ինչ է շտապում, կառավարության ծրագիր պիտի գա, բան հանդիպություն ինչ է շտապում, որ արագ է ամեն ինչը ամփոփեք գնա։ Դուք կարծում եք սա արագ է։ Երկրորդ շաբաթն էլ է անում եք շտապելու, հանգիստ քննարկեք։ Տիկին Ջեբեջյան, եթե այս բոլոր քննարկումները լինեին ժողովրդի կոնկրետ խնդիրների մասին, միանշանակ եկեք մանրամասն քննարկենք, բայց եթե սա վերաբերվում է կաթողիկոսի անունը այլ ձևով հնչեցնելուն եւ դրան հակադարձելուն, ես վստահ չեմ, որ դա մեր ժողովրդի պահանջն է, այս ազգային ժողովից։ Ընդհանրապես իմ առաջարկը եղել է հնարավորինս արագ ավարտել խորհրդարանի ձևավորման գործընթացը, որովհետև սա միայն ձևավորման մասին է։ Նախ արագ արձակուրդ պիտի գնաք, ոչ արձակուրդ գնալու այլևս խնդիր չկա, որովհետև առաջիկայում լինելու է կառավարության կառուցվածքի մասին փոփոխության նախագիծը, դրանից հետո լինելու է կառավարության ծրագիրը, այսինքն մինչև օգոստոսի վերջ ամեն դեպքում նիստերը լինելու են այսպես թե այնպես, դրանից հետո գալու է սեպտեմբերը եւ բնականon հունով աշխատանքները շարունակվելու է։ Այսպես թե այնպես արձակուրդի հարց չկա։ Խնդիրն այն է, որպեսզի մենք արագ անցնենք գնալ ծով բան, երևի դրա համար են Ջեբեջան, ես արդեն պատասխանեցի, որևէ մեկս արձակուրդի չեն գնում, միևնույնն է, իմ ուղղակի դիրքորոշումն այն էր, որ հնարավորինս շուտ ավարտվի գործընթացը ձևավորման պարլամենտի եւ անցնենք բուն աշխատանքների։ Շնորհակալ առաջարկելու Ռուբինյանի 6-6 ձևով ընտրություն կազմակերպել։ Եվս մեկ անգամ այո պետքա պնդեմ, որովհետեւ նախ տեսեք, երբ որ կրճատեցինք ելույթները, նշանակում է ժամանակ խնայեցինք արդեն նման գործընթաց կազմակերպելու համար եւ այո մեզ նաեւ հետաքրքիր են դիմադիրներից դա առհասարակ ինչպիսին է իշխանության դիրքորոշումը։ Եթե իրենք պետք է ասենց մերժեն ընդդիմության կողմից ներկայացված տեխնացուներին, հետագա մեր գործողություններն էլ համապատասխան պետք է լինեն։ Հասկացա։